ոչ աշխարհիկ իշխանությունը, ոչ հոգևոր իշխանությունը չեն գտնվում անհրաժեշտ բարձրության վրա։ Մեր աշխարհիկ իշխանությունը պետության կառավարման հարցերում շատ միամիտ գործից անտեղյակ մարդիկ են։ Եկեղեցին գիտեք, մեր մտավորականության նման է 35 տարի ժողովուրդը անցնում է տարբեր թոհուբոհի միջով, պատերազմով, զրկանքների միջով լռություն է պաշտպանում։ Գործողությունները ես ճիշտ չեմ համարում էլ եկեղեցու հանդեպ։ Եթե ասեն Գարեգինի հանդեպ ինչ-որ խնդիր կա, այդ իրենց խնդիրն է, բայց եկեղեցի մնում է եկեղեցի։ Վերջին օրերին փաստացի էլ ավելի է լարվել եկեղեցի իշխանություն հարաբերությունները։ Գալստանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Աջապահյանի, նրան հնարավոր է կալանավորեն նրան եւս, դրան ինչպես եք վերաբերում։ Ես ճիշտ չեմ վերաբերում, էլ այդ բոլոր գործողությունները պետության կողմից արված, այդ ուժային կառույցների կողմից արված գործողությունները ես ճիշտ չեմ համարում։ Ընդհանուր առմամբ բացասաբար եմ վերաբերվում։ Լարվածությունը լավ բան չի։ Միշտ էլ լարվածությունը լավ բան չի։ Եկեղեցականը բոլորի նման մարդ է, պետք է իրան պատշաճ պահի։ Ինչ ասեմ, տղա ջան, մեր հայ ազգի համար շատ ամոթ բան է։ Վերջապես մեր հոգևորն է, մեր հոգևոր հայրն է։ Ես օրինակ ամաչում եմ։ Պետք չէ, ամբողջ աշխարհի առաջ խայտարակ են գղել, անհարմար է։ Իսկ մեր իշխանությանների ինչ ասեմ, մենք Նիկոլին ընտրեցինք, որ դեպի լավը գնայինք, հակառակը։ Լրիվ մեր հոգևորն էլ է քանդում։ Նորմալ է վերաբերվում։ Եթե ոստիկանները չմիջամտեն, պետք է քաղաքացիական բատերը։ Ուրեմն ես չեմ ասում նա լավ է, նա վատ է, պրոստ իրանց արած գործողությունները, որ անում են, նորմալ է, ոչ ոք չկա։ Եկեղեցի մտնում ենք, հոգևոր երաժշտություն ենք լսում, հանգստություն ենք ապրում, անընդհատ լարվածություն եւ ոստիկաններ։ Ուզում եմ հասկանալ ոստիկանը ինչի համար է եկել։ Ուզում եմ հասկանալ, հարցնում եմ, ասում են ծառայություն կարգ են կատարում, ես չեմ հասկանում ինչու։ Ասում են քրեական գործ կա եւ քրեական գործ։ Քրեական գործերը հավատացյալի հավատքի ֆոնի վրա չի կատարվում իմ կարծիքով։ Շատ վատ, շատ բացասական։ Միայն դա էր մնում մեզ։ Ինչն է ձեզ վտովեցել կոնկրետ։ Հենց դա, որ մնում էր եկեղեցին էլ պղծեին ու մենք պրծնեինք ամեն ինչից։ Լավ, ախպեր ջան, ես հեռու եմ այդպես բաներից։ Դե իշխանությունները թող իրանց գործերով զբաղվեն, բայց եկեղեցուց հեռու մնան։ Չի կարելի այսպես ամբողջ աշխարհով խայտարականել մեզ։ Ասում են քրեական գործեր կա դրանով։ Ճիշտն ասած չեմ հավատում ես այդ ամեն ինչին։ Աստված չանի որ էլի լարվեն, շատ վատ է այս մեզ համար, մեր երիտասարդների համար, չի կարելի։ Պետք է լինել խոհեմ, չգիտեմ, մի բուր ազգ ենք, պետք է լինենք համերար, սիրով մեկս մյուսի նկատմամբ, ինչ է կատարվում։